Պապ թագավոր դարձած Ամիրյան փողոցում անսպասելի պայթյունից հետո հետիոտները ահուդողով են մայթով քայլում։ Հիմա այս անցում եթե մի մասը պայթել է, գուցե այս մի գծում է եւս խնդիր լինի մոնտաժի ժամանակ ջուրը հոսել է, կպել է ջրային այդ գիծը, կպել է հոսանքի գծին ու դες պայթուն է տեղ ունեցել։ Կարող է եւ տեղի ունենա այս պահին, ճիշտ է։ Ու անհանգստացած եմ, հիմա քաղաքում որտեղ տես փոփոխված տարածք պետք է տեսնեմ, այս պահն եմ հիշելու։ Թագավորական փողոցի այն հատվածը, որտեղ ուրբաթ երեկոյան 7:30-ի սահմանում որոտացել է պայթյունը։ Շաբաթ երեկոյան դեռ անգամ սահմանազատված չէ։ Ստորգետնյա էլեկտրական մալուխի բռնկումից մոտ 24 ժամ անց մետաղյա լարեր են քանդված մայթին։ Էսի լավ չէ։ Սա նորմալ չէ, քանդված է ճանապարհը, դուք տեսակ ես մի կերպ անցա, սա իսկական գլխացավանք է։ Հիմա շոկ է, բավորները, աշխատողները, շինարարը գնացել են միտեղ շոկից բախկվել են, բայց գոնե դες պետք տարածքը փակեին, որպեսզի խնդիր չառաջանա։ Շատ վատ եմ վերաբերում, չեմ տեսել ճիշտն ասած, բայց չի կարելի թույլ տալ քաղաքի մարդա դուժել։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, բայց շատ են վախեցել անցորդները։ Անհանգիստ եմ, որովհետև ինքս երեխաների մայր եմ ու հաճախ եմ այս փողոցներով անցում։ Չգիտեմ ինչն է պատճառը, բայց ամեն դեպքում վտանգավոր է։ Հեցի ժամանակավոր կառավարիչ կարկառուն ՔՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը աղմկոտ դեպքից անմիջապես հետո Facebook-ում գրել է, թե ստորգետնյա մալուխները պայթել են շոկ եղանակի պատճառով։ Եղանակային շոկ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի եւ մալուխների վթարների։ Այսինքն ով որ անցկացրել է մոնտաժի աշխատանքը կատարել է, իր աշխատանքում թերացել է։ Այսինքն այդ հարցերը անվտանգության հարցեր են, որոնք շատ կարևոր են, ու եթե հատկապես տուրիստական հոսքային մասը այստեղ մենք մեր երկիրն ենք ներկայացնում, այսինքն անվտանգ չի, դա նորմալ չի։ Ռոմանոս Պետրոսյանը ավելի ուշ հայտնել է, որ ներքին հետաքննություն է սկսվելու վթարի պատճառները պարզելու համար։ Հեցի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով հոսանքալարերի գերծանրաբեռնվածությունը կարող է լինել վթարի պատճառը։ Բացի այդ, մայթերը ասֆալտից մաքրելու, տեղը սալիկներ շարելու հետևանքով արևի ջերմությունը շուտ է հասնում հողի տակ գտնվող մալուխներին, տաքացնում դրանք։ Մալուխը ունի որոշակի խորություն, մալուխը երկու դեպքում է, ասենք, պայթում, երբ որ եւ գերծանրաբեռնվում է ինքը այդ կիլովատի անցնող հոսանքի բեռը այսպես կոչված։ Եվ եթե ասֆալտը տաքանում է կամ այդ համապատասխան քարը տաքանում է, որը նաև բեռի տաքանալու հետ միասին տաքացնում է հետի եւ տրաքացնում է։ Հիմա ասֆալտի պարագայում այդ ձևի պայթյուն չի լինի։ Դավիթ Ղազինյանն ասում է, որ մայթերը սալիկապատելուց առաջ պետք էր դիմել հեծ, որը ստուգումներից հետո միայն կարող էր ասել, կարելի է էլեկտրական մալուխի վրա հողաշերտով ամրացվող սալիկ դնել։ Պապ թագավորի պայթած եւ մյուս չպայթած մալուխները հին են, տասնամյակներ առաջ են անցկացվել, ասում է Դավիթ Ղազինյանը։ Հեցի ներկայիս կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանը կասկած է հայտնել, որ նախկինները որակով գործ չեն արել։ Որպեսզի Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը ամբողջությամբ վերազինվի եւ չլինի ընդհանրապես հին մալուխ, ենթակայան եւ այլն, պետք է 10 միլիարդ դոլար Հեծը ներդրում է կատարել ընդամենը 700 միլիոնի եւ այդ պարագայում պահանջել, որ պետք է որևէ հին մալուխ չլիներ, հիմա շատ ներողություն մի տարի դուք եք, բայց ինչի կա։ Այսինքն երբ որ իրանց չէր այդպես խոսում են, հիմա իրանք են կառավարում, նշանակում է այո, կարող է լինել տեխնիկական խնդիր, ազնիվ չի։ Պայթյունի կադրերից ցնցված շատ քաղաքացիներ Երևանի փողոցներ են դուրս գալիս խաչակնքվելուց հետո։ Ես իմ կյանքը, իմ ընտանիքը վստահում եմ Աստծուն։ Գիտեմ, որ Աստծո ձեռքերի մեջ ամեն բան ապահովված է։ Իդեպ Պապ թագավորի մայթերի սալիկապատումը, որը վթարի ենթադրյալ պատճառներից մեկն է, արժեցել է մոտ կես միլիարդ դրամ։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Աշոտ Նոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։